Խաղաղություն ձեզ, սիրելիներ։ Սրտանց փառք Տեր Հիսուսին։ Փառք Տեր Հիսուսին, որ ես այսօր արժանացել եմ իմ սիրելի սուրբ եղբայր քույրերի նորից տեսնելու։ Սրտանց բարևներ եմ բերել ձեզ Մոսկվայի եկեղեցուց։ Վարամ եղբայրն անձապարևում էր, Տերը օրհնի, նստեք սիրելներ։ Տերը թող զորացնի մեզ բոլորիս, եղբայրներ քուրեր ջան։ Անկեղծ ասած, ձեր աղոթքի կարիքն ունեմ, որ դուք աղոթք անեք ձեր սրտերում, որպեսզի Տիրոջ խոսքը առաջ գա։ Մոտ 30 տարուց ավել է, ես Տիրոջ ժողովրդին ծառայում եմ, Տիրոջ առջև կանգնում եմ եւ ամեն անգամ կանգնելուց անկեղծ ասած ես այդպես ասած միշտ переживать եմ ելնում, կարծես թե առաջին անգամ։ Գիտեք ինչի սիրելներ, ես իմ հոգու աշխարհում լինում են դեպքեր, արտահայտվում են, լինում են դեպքեր, բայց իմ հոգուս աշխարհում ես միշտ այդպես եմ համարում, որ ես արժան չեմ Տիրոջ խոսքը խոսելու, որտեվ ես մարդ եմ, իսկ խոսքը Աստծուն է, փառավորվիր անունը։ Եվ դրա համար ամեն անգամ իմ ներսում կա այդ ներքին, այդպես ասած, վախը, երկյուղը, եղբայրներից մեկը մի օր ասեց հելավ կանգնես խոսալու, սենց ասում է, ես վախենում եմ խոսամ։ Էսի ասում է, երկրի վրա ամենաբարձր ամբիոնն է։ Երկրի վրա ավելի բարձր ամբիոն չկա, քան Աստծո խոսքը խոսելու, օրհնյա լինի Տիրոջ անունը, որտեղ մենք մարդի խոսք չենք խոսում, մենք խոսում ենք Տիրոջ խոսքը։ Եվ իմ ներսում սիրելներ, այդ մտավախությունը, այդպես ապրումները ունենալով, մի անգամ նստած պաշտամունքին մի անձնավորություն խոսում էր Աստծո խոսքը։ Անկեղծ ասած, շատ խոսեց, շատ համարներ ասեց, համարներ, ավետարանից համարներ իրար հետևից։ Իմ ներսիցս այդ Սուրբ Հոգին տրտմած էր, բայց մի խոսք առաջ եկավ, ես դա կարծես թե լսեցի, ասես մի խոսեք ինչ գիտեք, այլ խոսեք ինչ կլսեք։ Դրա համար ես այդ վախով ապրում եմ եղբայրներ քուրեր, աղոթք եմ անում, ասում եմ Տեր, ինչ ա պետք դու են ասա, ոչ թե ինչ գիտեմ են ասեմ։ Մենք փառք Տիրոջը բոլորս էլ ավետարանը գիտենք, կարդացել ենք, տասնյակ տարիներ շարունակ նույն գիրքը կարդում ենք։ Այդպես ասեմ, մի անգամ մեծ եղբայրներիցս իմ մարմնավոր, մեծ աղբերներից մեկը ասեց ինձի, այդ տղա ասեց, այս քանի տարի է արդեն, 20-30 տարի է, դու այդ նույն գիրքն ես կարդում։ Երևի չուզեց ինձի այդենց վիրավորեր, նույնիսկ դու այդքան տուպո ես էլի չես հասկանում։ Մի անգամ կարդալու չհասկացար, ասում եմ ախպերս, սա ուղղակի գիրք չի, սա հաց է։ Սա հաց է, որ պետք է մենք ամեն օր ուտենք, փառք Տիրոջը։ Լինում են դեպքեր, խոսում ենք երիտասարդների հետ, հորդորական խոսքերով, մի օր ասեցի, եղբայրներ քուրեր ջան, մի կարծեք, բան չկա ասելու, դրա համար ենք հորդորում, ասում ենք գիրք կարդացեք, սուրբ գիրք կարդացեք, ես չեմ ասում, որ կարդակ, որ ձեր գլուխը զարգանա, որ շատ գիտելիք ունենաք, ես ուզում եմ կարդակ, որ դուք կերակուր ունենաք, փառք Տիրոջը։ Եվ այս տերունական օրը Աստված ստեղծել է մեր համար սիրելներ, որպես իրականում մենք գանք ավելի լիցքավորվենք, որտեղ եթե մենք մեր առօրյա կյանքում սուրբ կյանքի հետ, սուրբ խոսքի հետ, սուրբ գրքի հետ կապ չունենանք, մի հատ կիրակի գալով մենք ոչ մի բան
մեր կյանքում չենք ունենա, ոչ մի բան չի փոխվի մեր մեջ։ Կլինենք ուղղակի, այսպես ասած, Կիրակնորի հավատացյալներ։ Մարդիկան Կիրակի օրը գնում են երկու հատ մոմ են վառում, կանգնում են, մինչև այդ երկու մոմը վառվում, հալվում, բրծնում է, խղճները կարծես թե հանգստանում է, մտածում են, որ մենք գնացինք, պաշտամու կարեցինք եւ վերադարձանք։ Եթե մենք էլ ենք միայն Կիրակիով հագենում, միայն Կիրակիով բավարարվում, սիրելներ, մենք ամբողջ շաբաթը ոնց կարող է չուտենք, մի անգամ հաց ուտենք, կլինի դեսպան։ Կա մեր մեջ մեկը, որը շաբաթ անգամ ուտի ու բրծնի։ Բա պատկերացնում եք մեր հոգին ինչքան սոված կլինի, եթե մենք մեր առօրյան Աստծո կերակուրը չուտենք։ Մենք աղոթք ենք անում, խնդրում ենք Հայր մեր աղոթքի մեջ, ասում ենք մեր հանապազորյա հացը տուր մեզ այսօր։ Ինչ ենք կարծում, դա Տեր Հիսուսը նկատի ուներ այդ մի կտոր, ասենք, լավաշը, մատնակաշը պանրով, որ այդքան լինի մեզ ու բավարարը դա, իհարկե ոչ։ Ամեն օր պետք է սնվես Քրիստոսով, օրհնյալ լինի Տիրոջ անունը, փառ Տիրոջը։ Եղբայրներ, քուրեր, իմ սրտում մի միտք կա Տիրոջ ողորմության, որին կուզեմ արտահայտվել եւ Տիրոջ օգնությամբ կարողանանք այս մասին ոչ միայն հիմա լսենք, այլ նաեւ տանենք մեր հետ մեր տունը, մտածենք, սրա վրա խորենք։ Վերջը տարիներ ենք մենք ապրում, տարիներ ենք մենք ապրել, տարիները անցել։ Մենք բոլորս պետք է հաշիվ տանք Տիրոջ առաջ, ոնց ենք ապրել։ Արժի թե չարժի։ Որ մտածենք, ոնց ենք մենք ապրել։ Այ օրինակ, եթե Տեր Հիսուսը հայտնվի հիմա, իսկապես ես իմ գլուխս կախ կկանգնեմ, թե բաց երեսով կասեմ ամեն, եկուր Տեր, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ներողություն եմ խնդրում, սիրելիներ։ Այն օր խոսում ենք եղբայրներով, այդպես նստած զրուցում ենք, եղբայրներից մեկը ասեց, բավարար եղբայր, ինչ հայտնություն կա։ Ասի ես անկեղծ ասած շատ հայտնություններից տարիներ առաջ չնայած մեր գյուղում մի քույրիկ ունենք ննջելա, ասես ոնց որ փողոքաներ էլի, եկեղեցում խմբի պատասխանատուն ես եմ, բայց ասում է, ինչի մեզ հայտնությունից չեք կարոզում։ Գրքի Սուրբ գրքի Հովանեու հայտնությունից ինչի չեք քարոզում։ Ասի քուր ջան, ես հայտնությունից շատ բան չեմ հասկանում։ Կարող է հայտնության գրքից որոշ բաներ մեջ բերումներ անեմ, բայց այն հաշվարկները, որ կա, երբ ինչ պետք է լինի, ասե դի դեռ ինձ հայտնի չի։ Ինձ հայտնի է մի բան, ես այդ հայտնությունով եմ ուզում ապրեմ եւ դրանով եմ առաջնորդվում։ Ամենակարևոր հայտնություն ասեմ, եղբայրներ քուրեր ջան, դա իմ համար եւ կուզեմ Տեր օրհնի ամեն մեկիս համար լինի։ Հռոմեացիների 8-րդ գլխի 29 համարը։ Վասնզի զանոնք, որ առաջվնե կանչեց, առաջվնյալ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից ըլալու, որպեսի անիկա անդրանիկը լա շատ եղբայրներու մեջ։ Իմ կյանքի ամենաթանկագին հայտնությունը սա է։ Ձերն էլ չէ։ Աստված ուրեմն ինչ ասում, վազի առաջվնե ճանաչեց ու սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու։ Սա ամենաթանկագին հայտնությունը իմ համար եղբայրներ եւ քուրեր, որի համար պետք է մտածենք, ինչքանով ենք հասել դրան, ինչքանով ենք մոտեցել, կամ ինչքանով է սա մեր մեջ բացվել, ինչքանով եմ ես ձգտում սրան, ուզում եմ իրականում, համաձայն եմ, հոժար եմ, որպեսզի նրա որդու պատկերին կերպարանակից լինենք։ Բնականաբար պատկերին կերպարանակից լինելը, սիրելիներ, այնպես չէ, որ քնենք, երաժշտեցնենք, լավ երաժշտեցնենք, զարթնենք, նմանենք Աստծո որդուն, ճանապարհ պետք է անցնենք։
Պետրոս առաքյալին եւ որ Տեր Հիսուսը մոտեցավ ուզեց որ ոտքերը լվա, ասեց դու իմ ոտքերը պետք է չլվաս։ Որտեւ Պետրոսը հասկացել էր որ նա սովորթին է, նա սուրբ է, նա բարձր է, բայց Տեր Հիսուսի նպատակը ընդհանրապես ուրիշ էր։ Ուզում էր որ Պետրոսին իր հետ մեկացներ, միացներ։ Ասեց եթե ես չլվամ դու իմ հետ բաժին չունիս։ Եվ որ հարցը ասավ բաժինին, ասեց Տեր ոչ միայն ոտերս, ձեռներս ու գլուխս էլ լվա։ Եղբայրներ քուրեր, իմ կարծիքով ես կասեմ, եթե ավելացնելու կամ ուղղելու, կարակ մոտենակ ասեք։ Ես հասկացել եմ, որ մենք երկու բաժին ունենք Հիսուսի հետ։ Առաջի բաժինը տառապանքի բաժինն է, չարչարանքի, ետքը փառքի բաժինն է։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եթե չարչարանքի, եթե տառապանքի բաժնի մեջ հավատարիմ չմնանք, օրհնության փառքի բաժինը մեզ չի հասնի։ Դրա համար Տերը թող զորացնի մեզի, որպեսզի մենք այսօր եղբայրներ քուրեր ջան, այս ճշմարտությունով ապրենք, այս ճշմարտությունով առաջնորդվենք։ Նմանվել Տեր Հիսուս Քրիստոսին սիրելիներ, դա խոսք չի, դա լեկցիա չի, դա կյանք է, դա վերաբերմունք է, դա անձնազոհություն է, դա զոհասեղանին բարձրանալ կնշանակի նմանվել Հիսուս Քրիստոսին, փառավորվի Տիրոջ անունը։ Իսկ դրան մենք ինչքանով ենք համաձայն, տեսեք, ոսկի կանոնը, ոսկի օրենքը Սուրբ գրքի մեջ, որ ասված է Մատթեոս ավետարան 7-րդ գլխում 12 համարը, ուստի ամեն ինչ որ կուզեք, որ մարդիկ ձեզ անեն, դուք անոնց այնպես արեք։ Փառք Տիրոջը, եւ այստեղ ասում է, քանզի այս է օրենքը ու մարգարեությունը։ Ինչ եք ամենում, որ մարդիկ ձեզ անեն։ Մենք եթե ասենք վերցենք ընդհանուր հասկացանք, չէ՞ ինչի մասին է խոսում։ Կա մեկը, որ չի հասկանում։ Ինչ որ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես էլ դու արեք նրանց։ Բարդ մաթեմատիկական, քիմիական կամ ֆիզիկական, այսպես ասած, խնդիր չի, որ ասեմ ես էդի չեմ հասկանում։ Բայց եկեք հարցնենք մենք ինքս մեզ, ինչքանով ենք հավատում այս խոսքին։ Մենք բոլորս հասկանում ենք այս խոսքը։ Կարող ենք քարոզել, կարող ենք մեկնաբանել, կարող ենք ինչ-որ բաներում ապացուցել, բայց կարևորը ինչքանով ենք հավատում այս խոսքին։ Այս խոսքը երբ է իրականանալու մեր մեջ, եւ որ մենք հավատում ենք։ Յուրաքանչյուր ավետարանի խոսք կմարմնավորվի մեր մեջ, եթե մենք հավատանք այդ խոսքին։ Փառք Տիրոջը։ Դրա համար սիրելիներ, մենք պետք է քննենք մեր անձերը։ Պողոս առաքյալը պատահական չի ասում, անձերնիդ քննեք արդյոք հավատքի մեջ եք։ Շատ հազար ներողություն եմ խնդրում, բոլոր դել թանկի Քրիստոսի համար, բոլոր դել Քրիստոսի արյան գինեք, բայց մենք բոլորս իրավունք ունենք մեր անձերը քննենք, տենանք մենք հավատքի մեջ ենք, թե կրոնի մեջ ենք, թե սովորությունների մեջ ենք, թե ծիսակատարությունների մեջ ենք, ինչի մեջ ենք մենք։ Տերը թող օգնի մեզ սիրելիներ։ Իրականում եթե կամենում ես, նորից եմ կարդում, ինչ կամենում եք որ մարդիկ ձեզ անեն այդպես, դուք արեք նրանց, եթե իրականում այդպես ենք անում, ինչ որ կամենում ենք մարդիկ մեզ անեն, նշանակում մենք հավատքի մեջ ենք։ Փառք Տիրոջը, Տերը թող զորացնի մեր սրտերը, իմ սիրելի եղբայրներ եւ քուրեր։ Այս վերջերս եղանք ուրեմն Պիտերբուրգի հայ եղբայր քուրերը իրանց ճամբար էին կազմակերպել հայերով Պսկով քաղաքի մոտ, մեզ էլ հրավիրեցին, գնացինք, եղբայրները մի շատ հետաքրքիր վկայություն դեպ պատմեցին։ Ասում եմ երիտասարդ քույրիկ եկել էր դրա նախորդ պատոկին, ասում եմ շատ օրհնություն եղավ, շատ ուրախություն կար,
Այս երիտասարդը ասում է ուզում էր Սուրբ Հոգով մկրտվել, վերջը չմկրտվեց այդ պատոկին։ Չեղավ։ Ասում է մոտենում է հովիվին եղբորը, ասում է իթալու եմ, ասում է գործից դուրս կամ Սուրբ Հոգով մկրտվեմ։ Եվ որ ասում է ես մտածեցի երիտասարդը երևի տակ գլխով բան է խոսում։ Մեկ էլ ասում է հաջորդ պատոկին եկավ։ Գնացեք գործից ազատվել է։ Եկել է, որ Սուրբ Հոգով մկրտվի։ Ու Տեր իրան մկրտել էր, փառք Տիրոջը։ Սուրբ Հոգով մկրտված երկինքի ուրախությունով գնացել էր տունը։ Սիրելներ, սա հավատքի գործ է, սա ծիսակատարություն չի, սա սովորություն չի։ Հավատքը միայն կարա տանի մարդուն այդ ճանապարհով, որի հույսը երկինքն է, ոչ թե երկիրը։ Տերը թող պահի մեր սրտերը, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ես սիրելի եղբայրներ, քուրեր, Տիրոջ օգնությամբ ուզում եմ որպեսզի մենք ամենքս կարողանանք իրապես գնահատել այն ինչ որ Աստված տվել է մեզի։ Չեմ ուզում խոսքը շատ երկարացնեմ, եղբայրները կխոսեն, զրուցեն, Տերը փառավորվի։ Ամենակարևորը, որ ձեզ շատ կարոտել են եւ Տերը հնարավորություն տվեց տեսնելու, փառավորվի Տիրոջ անունը, Տերը օգնի մեզի, որպեսզի մենք ձգտենք այդ փառավոր կյանքին, նմանվելուն Հիսուս Քրիստոսին, օրհնյալ լինի Աստված, այս վերջերս այդպիսի խոսալուց Տերը բացեց այդ ճշմարտությունը եւ իրականում սա իմ համար հայտնություն է, եղբայրներ, քուրեր, եւ ես այդ ուղղությամբ առաջնորդվում եմ։ Ասեցի եղբայրներ, քուրեր, ինչ պաշտոն ունենանք, ինչ ծառայություն, ինչ բարեգործություն, ինչ զոհաբերություն ունենանք, ինչ տիտղոս ունենանք, երկրի վրա այդ բոլորը մարդու համար է, ժամանակավորի համար է։ Եթե այդ ամեն բաները ունենալուց հետո վերջում այն գերագույն խոսքը չլսենք Տիրոջ բերանից, ինչպես Տերն ասեց, վեր ելեք եւ հոս եկեք իմ հորս օրհնվածները եւ հավիտենական ձեզի համար պատրաստված բնակարանները։ Եթե մենք այս երկրի վրա, այս աշխարհում ինչ պատիվ հեղինակություն ունենանք, եթե մենք պետք է երկնքի այս ձայնը չլսենք, վերջին օրը մեր բոլոր արածները զերո է, բան չարժի։ Դրա համար Տերը թող օգնի մեզի, որպեսզի մենք նմանվենք մեր փրկիչ փառավոր Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի երկնքի դռները բոլորիս առջև բացվի Հիսուսի անունով, ամեն։